1994 թվականի ապրիլի 20-ին ադրբեջանցիները սկսում են լայնածավալ հարձակում Ֆիզուլիի ուղղությամբ։ Հարձակմանը մասնակցում է մոտ 700 զինվոր եւ մեծ քանակի ծանր տեխնիկա։ Գրոհն ավարտվում է մարտի դաշտում թողնված մի քանի տասնյակ դիակներով եւ լքված 12 տանկերով։ Ջախջախիչ պարտությունից հետո Ադրբեջանը նորից օդ է բարձրացնում ռազմական ինքնաթիռները հայկական բնակավայրերի ու հատկապես Ստեփանակերտի ռմբակոծության համար։ Զուգահեռաբար ձեռնարկվում են նոր գրոհներ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Ապրիլի 23-ին Ադրբեջանի օդ բարձրացած 6 ինքնաթիռներից մեկը խփվում է։ Հաջորդ օրը երկու տարբեր ուղղություններով հակառակորդը գրոհներ է ձեռնարկում։ Առաջինը Սեյսուլան եւ Հացավան գյուղերից ադրբեջանցիները փորձում են գրավել բարձունքում գտնվող հայկական դիրքերը, սակայն տալով մարդկային զգալի կորուստներ, ինչպես նաեւ կորցնելով 3 տանկ նահանջում են։ Մյուս գրոհը տեղի ունենում Մարտունի արևելքում Կուրոպատկինը գյուղի ուղղությամբ, սակայն Գևորգ Հավանի մոտ հակառակորդը հանդիպում է ուժեղ դիմադրության եւ հետ է շպրտվում։ Դուք զինվոր բիդալակ։ Այո։ Երբ։ Երբ մեծանա։ Պիտի հաղթեք այս բարերազմը։ Այո։ Այո։ Ռազմաճակատի բոլոր հատվածներում ադրբեջանցիները սկսում են անկանոն փախուստի դիմել։ Բարև ձեզ։ Գործերը ո՞նց է։ Լավ է, ցավ է տանը, մեռնեմ կյանքից։ Գործերը լավ արա, չմտածես։ Լավ է գործերը։ Լավ։ Քո գործերը ո՞նց է մեր ախպեր։ Թուրքի նվերը տալիս ես թե չէ։ Թուրքի նվեր տալիս ես թե չէ մեկ-մեկ։ Այս կարեն։ Մայիսի 6-ին Қырғызստանի մայրաքաղաք Բիշկեկում Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից ստորագրվում է արձանագրություն, որով կոչ է արվում հրադադար հաստատել։ Ռուսաստանի հատուկ դեսպան Կազիմիրովի նախաձեռնությամբ կազմվում է զինադադարի հաստատման արձանագրությունը, որը մայիսի 9-ից ստորագրում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովը, մայիսի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը։ Вот у меня уверенность какая-то есть. Но еще необходимо желание от обеих сторон, понимаете? И не народов, а руководителей обеих сторон. Вот понимаете, когда что-то не получается, и вот после некоторого затишья все-таки бои возгораются с новой силой, значит, у кого-то есть желание и выгода. Մայիսի 12-ից հաստատվում է անժամկետ զինադադար։ Գևորգ Էմինտերյան, Սուրանկյուն։